Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախագահի անունը նշվում Արգիշտի Քարամյանը, որ հնարավոր է իրեն նշանակեն, ասում են հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ փառաքարում դեպքերը պետք է կանխվեր, չի կանխվեր եւ դժգոհությունը հիմնականում ձեր մասով դա է հանդիսանում։ Նման բան չկա եւ ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում։ Վարչապետի կողմից կա դժգոհություն քննարկում եղել է ձեր աշխատանքի արդյունավետության հետ կապված թե ոչ։ Ոչ, չի եղել նման քննարկում։ Տիկին Սաքսյան, ինձ հետաքրքիր է, դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգը SMS-ով եք ստանում, մեյլով, թե հենց ուղիղ զանգ եք ստանում, շատ հետաքրքիր է։ Նախարարը որպես կառավարության անդամ տարբեր գործիքներով եւ միջոցներով կարող է հաղորդակցվել վարչապետի հետ եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդագրություն լինել կամ որևէ այլ գործիք կիրառվել։ Գիտեք ինչ եմ հարցը ուղղում, ուղղակի որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է։ Այդպես է բյուջեն մգնայի կրճատում է թե ոչ։ Մի հատ հստակեցում ասեք ու խնդրում եմ բաց հստակեցում, որովհետեւ մի մասն է կրճատում է կառուցվածքային փոփոխություն, հետո ասում եք ընդհանուր առմամբ չի կրճատում։ Չէ, եթե ուշադիր հետևեիք խոսքից, ես նշեցի, որ ընթացիկ ծախսերի գծով ավելացում կա, կապիտալ ծախսերի գծով է նվազումը, բայց հանրագումարում, այո, ներքին գործերի նախարարությանը հատկացվող բյուջեն ի համեմատություն 2025 թվականի շուրջ 2.4 միլիարդ դրամով պակաս է նախատեսված։ Այո, կապիտալ ծախսերի նվազեցում ենք ունեցել, դրա հաշվարկով 2.4 միլիարդ դրամ արդեն ավելի պակաս է։ Հայաստանի քաղաքացիներ են գրանցվել նոր, դրանք ինչ վիճակագրություն ունեն, դրանցից որ մասն է, որ օտարացիացի են եւ որ երկրներից են հատկապես Արցախն է հասկանալու։ Հիմնական տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում թե ամերիկյան մայրցամաքից, այսպես ասեմ, թե եվրոպական հատվածից եւ որպես կանոն բնականաբար նույն ստուգման մեխանիզմն են անցնում բոլորը, այսինքն անկախ դրանից թե որ երկրի ներկայացուցիչ հետ գործ ունենք, հատկապես ծագումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություններ ենք իրականացնում, մնացյալ դիմումատուների դեպքում եւս եւ ինչպես նշեցի, ունենք դիմելության աճ եւ նաեւ քաղաքացիության շնորհման աճ։ Այո, հիմնականում օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ունենք, Ուկրաինայից ունենք, եթե տոկոսային կտորը հետաքրքիր է, կարող է գրավոր դիմել, անպայմանորեն կփոխանցվի։ Երեք ոստիկանության գվարդիան ծառայություններ առաջ իրականացնում Հովանավանքում եւ մենք տեսանք, որ լրագրողներին խոչընդոտում են գործունեությունը, հայհոյանքներ հնչեցնում Հովանավանքում եւ ոստիկանությունը որևէ գործողություններ տվյալ անձանց վերաբերյալ չէր իրականացնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Հարգելի լրագրողներ, ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում եւ նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անձին կարող են դիմել դրա համար։ Որպեսզի նկարահանում իրականացնեն լրագրողները, օպերատորի գործն են խոչընդոտում։ Այս դեպքերում չպետք է ոստիկանությունը։ Նկատի ունեք ոստիկանները, թե քաղաքացիները։ Ոստիկանները հետևում են այս ամենին։ Դե այս պայդրությամբ նախ ես պիտի փաստեմ, որ ինչքան որ ուսումնասիրել ենք իրավիճակները, որպես կանոն ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել իր արժեվ դրված խնդիրները, հիմնականում ոստիկանության գնահատման որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել, եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում։ Եկեղեցում դուք ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկանները բոլոր տեղեր լինում են եւ կարգն է պահպանում։ Այո։ Բայց այն չափի ոստիկանական ուժեր, որ կար Հովանավանքում, այսինքն դա ենթադրում է, որ ինչ-որ սպառնալիք կա, ինչ-որ վտանգ կա Հովանավանքում, այո, այդքան ինչ վտանգ կա, եւ որ նաեւ իշխանության ներկայացուցիչներն էին այնտեղ, այդքան ոստիկանի ներկայությունը ինչով է դուք պատճառաբանում։ Ես բնականաբար կարծում եմ, որ դուք չեք հավակնում իմանալու օպերատիվ տնտեսությունը ոստիկանության։ Ըստ իրավիճակի ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում եւ կառավարելիության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհանուր մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ, վերջերս
տարբեր հարգելի գործընկերներ։ Օրինակ մայրաքաղում երեք երայտի կամ քառակի ավելի շատ մարդիկ կային եւ այնտեղ ոստիկաններ գրեթե չկային։ Պատկերացրեք, որ ես հարցի էությունը հասկացա եւ 8-9 հոգի չեն եղել մայրաթորի տարածքում ծառայություն իրականացնող։ Ես նկատի ունեմ, որ միջոցառումից կախված քանակական տվյալներ, օպերատիվ տվյալներ ոստիկանությունը որոշարկում է, թե որքան անձնակազմ է անհրաժեշտ, որ իրավիճակը լինի կառավարելիության դաշտում, ըստ այդմ թվակազմը որոշարկվում։ Տիկին նախարար եւ տեսանք, որ օրինակ արտադրության նախարարը մասնակցում էր այդ պատերազմի դուք են մտադրություն ունեք, Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պատարակների ցավոք սրտի շատ հաճախակի չեմ մասնակցում հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ հաջորդ շաբաթ եթե ծանրաբեռնվածությունս թույլ տա միգուցե մասնակցեմ։ Նախարար դեր Արամը մայրաթորի կողմից կարգալույց հրճակված այդ քանային անվտանգություն է տրամադրվել։ Դուք կարող եք ասել ինչ հիմքով է տրվել, որովհետեւ եւ նրան ուղեկցում են եւ նրա տան մոտ հսկողություն են անում, եթե իհարկե դա ոստիկանության ստորաբաժանումներն են։ Ասեմ, որ ընթացքում մենք ունեցել ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական որոշում կիրառելու մասին որոշում, ըստ այդմ ոստիկանությունը իրականացնում է պաշտպանական որոշում։ Տիկին Սարգսյան, ես ձեր թույլտվությամբ երկու հարց կուղեմ, մասնավորապես մեկը մոտավորապես 2 ամիս առաջ Եղարքունիքի մարզպետը, որի հետ է եղել նաև ըստ տեղեկությունների Տավուշի մարզպետը եւ Կոտայքի մարզպետը, միասին գնացել են Սևանի ափին, խնջույքի են մասնակցել եւ այդ խնջույքից հետո հնչել են կրակոցներ։ Ասում են իրավապահ մարմիններին այդ միջադեպի մասին զեկուցել են։ Ինչ հետաքրքիր է, ձեզ անձամբ զեկուցել են։ Ինձ նման բան չի զեկուցվել եւ նմանատիպ տեղեկատվություն այս պայմանությամբ ոստիկանությունում եւս չկա։ Եթե այլ տվյալներ ունեք, խնդրում եմ անպայմանորեն փոխանցեք, որովհետեւ տարբերություն չկա։ Ում մասին է խոսքը, ամեն դեպքում ձեր նկարագրած իրավիճակի մասով որևէ տվյալ ոստիկանությունը չի ստացել։ Կաթողիկոսի ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, կաթողիկոսին ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, որ հաջորդը լինելու են լրագրողները Նիկոլ Փաշինյան ուժային կառույցներին, արդեն լրագրողների խմբագիրների անուն է տվել, ինձ հետաքրքիր է ձեզ ցանկ տվել են, ովքեր են լինելու։ Եթե քնարը մեջն է, նարեկն է միգուցե հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետությունում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի դա նախարար, լինի դա նախարար, լինի դա իշխանական թևի ներկայացուցիչ, լինի դա անդիվադիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու, եթե հանցանքի այլ տար կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանության գվարդիայում ոստիկանության զորքերից քանիսն են ընդգրկվել եւ քանիսն են դրսից եւ տարբեր ստորաբաժանումների թվային տվյալ։ Ընդհանուր թվակազմը բնականաբար գաղտնի տեղեկատվություն է, դա հաղորդել չեմ կարող, բայց կարող եմ նշել, որ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ստորաբաժանում ներգրավող պոտենցիալ անձանցից 100-ից ավելի անձինք չեն հանձնել վերապատրաստումը եւ ըստ այդմ նախկինում զորքերում ծառայող այդ անձինք ուղղակի տվյալ ստորաբաժանումում չեն նշանակվում։ Վերջին հարցն է սա։ Վարորդների կողմից դժգոհություններ կան, ասում են մեքենաների շատերը գործարանային այդ ֆարասվածը հանում են եւ դնում են ինչ-որ լեդեր, որոնք գիշերային երթևեկության ժամերին վթարային իրավիճակներ են ստեղծում։ Հնարավոր է ներքին գործերի նախարարությունը սրա հետ կապված ինչ-որ լուծումներ ունենա։ Իրականում մեքենաների վերասարքավորման մասով խնդիր ունենք, այդ թվում ձայնային եւ նաեւ ձեր նշած կոմպոնենտի մասով, արդեն իսկ հանձնարարված է բարեկային ծառայությանը, որ նմանատիպ մեքենաների մասով նախ փորձաքննություն նշանակվի եւ երկրորդ ըստ փորձաքննության, եթե անձը վերասարքավորման տվյալ բաղադրիչը չվերացրեց, մեքենան դուրս է գալիս շրջանառությունից։ Նշեմ, որ ձայնային ազդանշանների մասով բավական հաջող այս պրակտիկան տարբեր դեպքերի մասով կիրառել ենք, արել ենք փորձաքննություն, փորձագետը տվել է եզրակացություն, որ կա այո ստանդարտին չհամապատասխանող սարքի, այսպես ասեմ, ներմուծում ընդհանուր բաղադրիչների մեջ, անձինք սահմանված ժամանակահատվածում վերացրել են խախտումը եւ մեքենան մտել է ընդհանուր շրջանառության մեջ։ Այո, նաեւ լույսերին կվերաբերի։